Տարվա այս ժամանակահատվածում Ագրիչայի գետակը լցվում էր ջրով և մաքրում տանում էր իր մեջ եղած ամեն ինչ, սակայն այս տարի կարծես թե ջուր չկա, ընդհանրապես ջուր չկա, մնացել այստեղ միայն աղ, իսկ գաշահոտության մասին խոսելն արդեն ավելորդ է։ Այս հարևան հասմի ոչ պատվան կարող է բանալ, ոչ դուր կարող է բանալ, ես հոտից ասում է տունս ուզում եմ ծախել եկան կլիենտներ, բայց այսի հոդին ու բանին կողքի կանգնեցին, ոչ տունս ծախու հանեցի, ոչ էլ կարողացա ծախել։ Միայն այս բանի պատճառով։ Գոնե մի անգամ ես իշքան հիշում եմ, ես երեխա էի, ես հիշում եմ, այն էլ մեր Արշլյան Կարլենի բանով միջոցով, բանով իսպալքովներ աշխատում ինստրուկտորներ են ժամանակ, կոմունիստների ժամանակվա մասին, մի հատ ցեպավոյով մի անգամ է մաքրվել այս գետը։ Մի անգամ։ Մեղք եկել ես հոդը բան։ Հետո կողքին տեսեք մանգա պարտեզ է։ Երեխա ես հայատ չեն կարող դուրս անել, որովհետև անհնար է այս հոտը շնչելու։ Նամանավանդ հիմի դուք տեսիք ժամը 3-ից հետո տեսիք թե ինչ է կատարվում, ահա արի ինքներ հայ կանգնած են կողքին արդեն զգում եք չէ հոտը։ Բայց ինչքան կարելի է այս հոտը շնչել։ Գետակի այս ցավոտ հարցին բազմից ենք անդրադարձել։ Գետակը, որ առաջներում ծառայել է կենցաղային նպատակներով, այսօր դարձել է աղբանոց։ Բնակիչներից շատերն են վերջինիս անմխիթար վիճակի մասին արտահայտվում էկրանից դուրս, բայց եկեք համարձակություն ունենանք ու մտածենք, որ այս ամենի պատճառը մենք ենք։ Եթե յուրաքանչյուրս կարողանանք պահպանել բնության մաքրության կանոնները, ապա այսպիսի տեսարանի չենք հանդիպի։